Գիշեր։ Դոնը բացում է աչքերը, մաֆիան անցնում է գործի։ Կենտրոն հեռուստաընկերության եթեր է գալիս «Մաֆիան քաղաքում» հաղորդաշարը։ Այս անգամ սեղանի շուրջ ուսանողներն են։ Մի րոպե դու մի խոսա իմ հետ։ Ով իմ դեմ քվեարկություն դրեց սև խաղացողը։ Հայտարարեք պարտություն եք դուք հիմա տանելու իրան։ Ես կարմիր եմ գնում։ Դոնը բացում է աչքերը, սեղանի շուրջ քար լռություն է։ Ով է վտանգավոր գոտում։ Յուրաքանչյուր շարժում սեղանի շուրջ կարող է փոխել խաղի ընթացքը։ Թմի պարտություն կտամ։ Սա «Մաֆիան քաղաքում» հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանն է։ Ուսանողները հենց իրենք են դիմել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին, որպեսզի այս եթերաշրջանում լինի ուսանողական լիգա։ Մրցաշարին մասնակցում են 30 ուսանող Հայաստանի 7 բուհերից։ Պարոն Ծառուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ուսանողությանը եւ մշտապես ուսանողական միջոցառումներին ակտիվ իր մասնակցությունն ունենում, դիմել են աջակցության ֆինանսական բնականաբար աջակցության եւ չենք մերժել, քանի որ ինքներդ եք տեսնում շքեղ պավիլյոն է կառուցվել, ծախսվել է ժամանակ, էներգիա եւ ինձ թվում է հետաքրքիր մրցաշար է ստացվել, նաեւ ունենք դրամական պարգևներ առաջի, երկրորդ եւ երրորդ տեղը գրաված մասնակիցների համար։ Մասնակցելու համար դիմել են բազմաթիվ ուսանողներ։ Նախ տեսախցիկներից այն կողմ կազմակերպել են ուսուցողական խաղեր, որի նպատակն էր ոչ միայն զարգացնել թիմային աշխատանքն ու ռազմավարական մտածողությունը, այլև ապահովել իրական մրցակցային փորձ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր է եւ կարող է ազդել խաղի ելքի վրա։ Այդ մասնակիցներից էլ ընտրվել են 30-ը։ Հաշվի առնելով Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հիմնական ուղղությունը եւ փիլիսոփայությունը առայն, որ յուրաքանչյուր պրոյեկտ կլինի, գործընթաց կլինի, նախագիծ կլինի, որը թույլ կտա բացել երիտասարդության ինտելեկտուալ ներուժը, միանշանակ միշտ աջակցություն է ստացել բարեգործական հիմնադրամի կողմից եւ անձամբ պարոն Ծառուկյանի կողմից, որովհետեւ այո, ասել ենք, ասում ենք եւ կասենք երիտասարդությունն է իրական ապագան, մեր երկրի, մեր բոլորիս եւ այո, ինտելեկտուալ ներուժը, նամանավանդ հայկական երիտասարդության ինտելեկտուալ ներուժը անպայման պետք է բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով բացվի, զարգացվի եւ այս նախագիծը ինքը շատ վառ օրինակ է։ Հեռուստատեսային շոուի ընթացքում հեռուստադիտողը կվայելի դասական ու սպորտային մաֆիայի միքսը, որտեղ կերևա մասնակիցների ռազմավարական մտածողությունը, արագ արձագանքելու ունակությունն ու թիմային աշխատանքը։ Շոուն նախատեսված է 12 հաղորդման համար, յուրաքանչյուրը լարված ու հետաքրքիր, սկսած առաջին գիշերից մինչև վճռորոշ եզրափակիչը։ Այնքան խելացի երիտասարդություն ունենք, որ շատ բաներ ես ինքս իրենցից եմ սովորում ու դա շատ ողջունել է։ Սա ինտելեկտուալ նաև խաղ է, ու շատ լավ է, որ այդ երիտասարդությունը հենց իմенно մաֆիա խաղալուց, ասենք, կտրվում այն առօրյայից, այն տեխնիկայի դարը, որը մեզ ուղղակի sense ամբողջ աշխարհը գրավել է ու իրանք փորձում են իրենց ուղեղը զարգացնել, որովհետև դա շատ ուժեղ մարզանք է։ Խաղի սեղանի շուրջ միաժամանակ նստած են անփորձ ուսանողներ, ովքեր առաջին անգամ են խաղում, եւ այնպիսի մասնակիցներ, որոնց հնարքները եւ անակնկալ որոշումները կարող են նույնիսկ փորձառու խաղացողին զարմացնել։ Յուրաքանչյուր հայացք, շշուկ կամ շարժում լի է սպասելիքներով, լարվածությամբ ու խաղային խանդավառությամբ, ու հենց դա է ստեղծում մրցակցության իրական համը։ Կա մի հատ ձև ստանալ լրացուցիչ ուրեմն միավորներ, երբ որ առաջի գիշեր կրակվողը ունի հնարավորություն անվանել այն սևերին, ու կարծում եմ, որ սևերի դեպքում նա անկախ ով է հաղթելու այդ խաղը, ստանում է լրացուցիչ միավոր, դա մի դրվագ է, եւ կոլեգիան եթե որոշում է, որ սա ինչ-որ մի բանի պատճառով, ինչ-որ մի թեմի պատճառով պարտվեց թիմի 4-1-ի, մենք այո, ոչ մենք լավագույն խաղացող 0.5 բալով չենք տալիս, բայց 0.25 բալը այո, կարող ենք շնորհել։ Արտյոմի ձայնը ուսանողների ականջին է, խաղը վարում է հստակ ու խիստ կանոններով, շեղումը բացառված է։ Ուսանողները ավելի էմոցիոնալ են ինձ թվում, քանի որ երիտասարդ են, իրանք իրանց կյանքի սկիզբն է իրականում,
դեռ միգուցե ինչ որ մի մասը չեն ձևավորվել որպես չեմ կարող ասեմ լոգիկայի թե էմոցիայի արանքը, դեռ չեն գտել, դրա համար ավելի շատ էմոցիան է աշխատում, դրա համար խաղից հեռացումներն են շատ իրանցը, քան ստե աստղերի լիգայում, որտեվ բաներ են թույլ տալի, ինչ խաղում չի կարելի ընդհանրապես։ Ես մի ժամից շերիֆին ասում եմ 10 տուգի, ինչ որ Կարմիրի հետ խաղամ։ Ահա Էլենա, ծրագրի հերոսը։ Ուսանողական լիգա կազմակերպելու միտքը հենց իրենն է։ Բրյուսովի պետական համալսարանի 4-րդ կուրսում է սովորում։ Մաֆիա խաղալու համար դու պետք է կարողանաս շատ ճիշտ հաշվարկներ անել, կարողանաս հասկանալ մարդկանց հոգեբանությունը, ինչու ոչ ժեստիկուլյացիան, այսինքն ինքը ամեն կերպ ազդում է քո հոգեկան ներաշխարհի վրա, որպեսզի դու կարողանաս մարդկանց ճիշտ ընկալել, կարողանաս ճիշտ խելացի խաղալ ու կոպիտ ասած, հա, ինքը ձևավորում է քո մեջ հաղթողի հոգեբանություն։ Ինքը իրանով կյանքի խաղ է, ну, այսպես ասեմ, համ ժամանց է ինքը, համ մի հատ կյանքն ես վերանայում, բայց սեղանի շուրջ էլի։ Մաֆիա խաղի ժամանակ էր ընդհանրապես տեսնեն մարդու շարժու ձևը եւ այլն ժպիտը թաքցնելը այդքան հնարավոր չի լինում։ Դրա համար հոգեբանությունը միշտ օգնում է, ինչպես նաեւ լինելով մաթեմատիկայի ուղղվածությամբ հաշվարկներ եւ այլն համատեղելով հոգեբանության հետ ճիշտ արդյունք եմ կարողանում հասնել։ Բացահայտել եմ ինքս ինձ շատ հետաքրքիր է, որ մաֆիա խաղալուց դու ծանոթանում ես քո հետ այլ տեսանկյունից, մասնագիտությունից դուրս, երկրորդը ինտելեկտուալ ունակություններդ ես բացահայտում, վերլուծական ունակություններն ես զարգացնում ու ասեմ շատ աշխատելու տեղեր եմ գտել։ Մեկը մյուսից շատ տարբեր է, ինտրիգները շատ են խաղերի ժամանակ, լինում են խաղեր, որ շատ ես ջղայնանում, լինում են խաղեր, որ հաղթում ես, ուրախանում ես։ Իմ հեռացումը շատ դաժան էր։ Ինձ հանեցին խաղից։ Ով հեռացվեց խաղից, ինչ ճանապարհով, ով էր արդար, իսկ ով այդպես էլ չհասկացավ թիմային խաղի նրբությունները։ Կիմանաք միանալով Կենտրոն հեռուստաընկերությանը փետրվարի 6-ից յուրաքանչյուր չորեքշաբթի եւ ուրբաթ երեկոյան 22:00-ին։ Դե ինչ էմոցիաներով լի խաղի առաջին թողարկումը վաղն է, հենց այս ուրբաթ գիշերը 11-ին։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։